Սուրբ Դրոշ Մկրտության ավազանից ծնվելուց անմիջապես հետո կատարվում է Սուրբ Դրոշմի խորհուրդը։ Դրոշ բառը նշանակում է կնիկ։ Ինչպես նյութական կնիկն է հաստատում Տիրոջ պատկանելությունը, այդպես էլ այս խորհուրդը վկայում է այն մասին, որ հավատացյալը այսուհետ պատկանում է Քրիստոսին և նրա Սուրբ եկեղեցուն։ Դրոշմի խորհրդակատարության համար օգտագործվում է սրբալույս միրոնը, որն ավանդաբար օրհնվում է 7 տարին մեկ անգամ։ Սուրբ Միրոնը տեսանելի նշանն է Սուրբ Հոգու անտեսանելի շնորհների, զորության և աստվածային պարգևների։ Արարողության ժամանակ հոգևորականը օծում է մկրտվողի մարմնի 9 մասերը և հնչեցնում համապատասխան աղոթքն ու մաղթանք։ Այս սուրբ օծմամբ հավատացյալը զգեստավորվում է Սուրբ Հոգու շնորհներով, դառնում Քրիստոսի մարմնի, եկեղեցու լիիրավ անդամ և հաստատվում որպես նրա որդեգիր։ Այս աստվածային ճշմարտության մասին Սուրբ Գիրքը վկայում է. «Եվ նրանով մկրտվեցիք խոստման Սուրբ Հոգով»։ Իբրև անջնջելի հոգևոր դրոշ, այս խորհուրդը կատարվում է մարդու կյանքում լոկ մեկ անգամ։